Պաշտոնական Ստեփանակերտը պնդում է, որ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը սահմանն անցնող զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի վերաբերյալ նկարահանվել է շփման գծից հեռու հատվածում, ամբողջը բեմականացվել է, Ազատության հետ զրույցում կրկին պնդեց Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը. Այն ինչ որ նրանք նկարահանել են, որևէ ձևով կապ չունի առաջի գծի հետ։ Դա կարող է իրենց դիրքերն էլ լինել։ Ուղղակի երկրորդ, երրորդ, չորրորդ, այսպես ասած, գծից նկարահանեին։ Բաբայանի խոսքով Անդրանիկ Գրիգորյանի զորամասում սկսվել է ծառայողական քննություն, որի արդյունքում պարզ կդառնա, ինչպես է պայմանագրային զինծառայողը հերթափոխից աննկատ թողել իրեն ամրակցված զենք զինամթերքն ու քայլել ադրբեջանական սահմանի ուղղությամբ։ Այն, որ գերության մեջ գտնվող հայ զինծառայողն այժմ հոգեկան լուրջ խնդիրներ ունի, Բաբայանը չի կասկածում, սակայն վստահեցնում է, հայկական զինված ուժերում աշխատանքի անցնելուց նրա մոտ բժշկական հանձնաժողովը հոգեկան շեղումներ չի արձանագրել։ Եթե լիներ այդպիսի խնդիրներ, ինչի պիտի վերցնեն բանակը։ Այսինքն բուժզնումը նորմալ անցել։ Այո, ուղղակի պետք է ճշտել մանրամասները, ինչպես է այդպես ստացվել։ Բաբայանը հավաստիացնում է, որ հայ զինծառայողի դեպքը կապված չէ մարտի 19-ին շփման գծում արձանագրված լարվածության հետ։ Անդրանիկ Գրիգորյանը սահմանն անցել է ադրբեջանական կողմի հարձակումից 3 օր անց, ասում է Ղարաբաղի նախագահի խոսնակը, հավելելով, որ ղարաբաղյան իշխանությունները քննարկում են նաև հայ զինվորին ադրբեջանական հատուկ նշանակության զորքերի կողմից առևանգվելու վարկածը։ Բայց այդ դիվերսիայի կամ առևանգման հավանականությունը գրեթե զորոյական է, եթե այդպիսի բան լիներ, իրենք չէին կարող աննկատ գային եւ նման քայլի դիմեին։ Երկրորդը, անպայման զենքը զինամթերքը հետը կտանեին, որպեսզի ցույց տան, որ ընդհակառակը նրանք վնասազերծել են ինչ-որ դիվերսանտի, սա ցույց կտային նաև նման ֆիլմի տեսանկյունից, իրեն հատուկ ջոկատայինները, երեսները սենց ինչ-որ բաներ ներկա գալիս են եւ վնասազերծում են այդ մարդուն։ Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը հավատում է Պաշտպանության բանակի հաղորդագրությանը, համաձայն որի Անդրանիկ Գրիգորյանը սեփական կամքով է հանձնվել հակառակորդին, իսկ ադրբեջանական 42 վայրկյանանոց տեսանյութում հնչող խոսքերում ըստ կոմանդոսի արտասովոր բան չկա։ Գերության մեջ հայտնված մարդը այլ բան չէր էլ կարող ասել։ Յուրաքանչյուր զինվոր պետք է ասեր նույն բանը։ Կա շրջանակ, որի մասին նա պետք է խոսի, ասելով, որ այսինչը կամ այնինչը մեզ մոտ վատ է, եւ դուք մի կարծեք, որ եթե նրանց զինվորը անցնի մեզ մոտ, նույն բաները չի ասելու։ Ադրբեջանում հայտնված զինվորի մասին այսօր ազգային ժողովում խոսել է նաև Պաշտպանության փոխնախարար Արան Ազարյանը։ Լրագրողներին հուզող տասնյակ հարցերին, սակայն բարձրաստիճան պաշտոնյան գրեթե նույն պատասխանն է տվել։ Յանցել է հակառակորդի կողմ, վաճառներն ու նպաստող պայմանները ուսումնասիրվում են։